Բնապահպանության և ընդերքի ոլորտներում 2024 թվականին 2023-ի համեմատ արձանագրված իրավախախտումները նվազել են, աճել է հարուցված վարչական վարույթների քանակը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է տարին ներկայացրել արձանագրված ցուցանիշները։ Բոլոր ուղղություններով արձանագրվել է 2536 իրավախախտման դեպք, որը 23 թվականի համեմատությամբ նվազել է 0,3%-ով, իսկ 22 թվականի համեմատությամբ աճել է 22.1%-ով։ Հարուցվել է 1645 վարչական վարույթ, 23 թվականի համեմատությամբ այն աճել է 21.7%-ով, իսկ 22 թվականի համեմատությամբ 76.9%-ով։ Արդյունքում վարչական տույժի է ենթարկվել 992 անձ, կիրառվել 1346 վարչական տույժ։ Նախորդ տարի ավելի քան 51%-ով ավելացել է տուգանքի չափը, գերազանցելով 205 միլիոն դրամը։ Բյուջե մուտքագրվել է ավելի քան 242 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 68.6%։ 2024-ին նվազել են ապօրինի ծառայահատման և փայտանյութի ապօրինի ձեռքբերման դեպքերը։ Տեսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 916 իրավախախտում, նշանակվել 29 միլիոն 910 հազար դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհի պատճառած վնասը 1 միլիարդ 136 միլիոն 214 հազար դրամի չափով, ապօրինի հատված ծառերի քանակը 13013 ծառ, ապօրինի որսի դեպքերը 12, բռնագրավել է որսորդական 7 զենք, վերահսկողական տարբեր միջոցառումների ընթացքում առգրավել եւ նաեւ առգրավել է 73 լողամիջոց, 923 ձկնորսական ցանց, 2579 խեզգետնավորսիչ, 1 հատ ուրկան եւ 3 հատ լողամիջոցի շարժիչ։ Նախորդ տարի առավել հաճախ արձանագրվել են առանջերօգտագործման թույլտվության ջրառի իրականացման դեպքեր։ Ընդհանուր ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրառ իրականացնելու հետևանքով կանխվել է շուրջ 790 լիտր վարկյան կամ տարեկան կտրվածքով 11 միլիոն մետր խորանարդ ապօրինի ջրօգտագործում, որը մոտավորապես համարժեք է Սյունիքի մարզի Շամբի ջրամբարի օգտագործվող ջրածավալի քանակությանը։ 2024-ին տեսչական մարմինը շարունակել է վերազինվել ժամանակակից սարքավորումներով, անօդաչուներով եւ ստորգետնյա քարտեզագրման ձեռքի համակարգերով, որոնք հնարավորություն են տվել ստանալ ավելի ճշգրիտ արդյունքներ եւ կրճատել աշխատաժամանակը։ 25 թվականի համար մենք ավելի բարձր կարելի ասել սահմանաչափ են գրել։ Կարևորվել են նաեւ մասնագիտական վերապատրաստման դասընթացները։ Օրինակ ունենք տեսուչ պայմանական ասած, որը որ 2022 թվականին եւ 2025 թվականին նրանք տարբեր մարդիկ էին իրենց մասնագիտական ունակություններով ու հմտություններով։ Նախորդ տարում լավագույն ցուցանիշներ արձանագրած աշխատակիցները պարգևատրվել են։ Վրիլ Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։